Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի կարիճների 2026 թվականի կանխատեսումների մասին, ինչպես նաև այս հոլովակում նաև ներկայացնելու եմ 2026 թվականի առաջին ամսվա, հունվար ամսվա մանրամասն նկարագիրը։ Դե ինձ սիրելի կարիճներ, հունվարը պատրաստվում է լինել ձեզ համար բավականին դինամիկ, հետաքրքիր, շփումներով լի եւ բացի դրանից, տեսեք ամսվա սկզբում, կարելի ասել ամսվա առաջին կեսին ձեզ մոտ միգուցե ավտոմեքենայի հարցեր կան, միգուցե հարևանների հետ խնդիրներ կան, կամ միգուցե եղբոր կամ քրոջ ընտանիքում ինչ-որ բան է կատարվում, իսկ ամսվա երկրորդ կեսը ավելի շատ միտված է անմիջապես ձեր տանը, ձեր անշարժ գույքին, ձեր բնակության վայրին կամ ձեր տան անդամներին։ Դե ինչ գնացինք հունվարի 1-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է երրորդ ոլորտ, բերելով շատ մեծ շփումներ ձեր ընտանիքում։ Նշանակում է եղբոր քրոջ հետ ինչ-որ հարցեր, հարևանների հետ ինչ-որ թեմաներ, միգուցե ավտոմեքենայի առք ու վաճառքով եք զբաղվում, միգուցե վարորդական դասընթացների եք հաճախում, կամ որոշակի այստեղ փաստաթղթային հարցերով եք զբաղված լինելու, եւ Մերկուրին ձեր երրորդ ոլորտում լինելու է մինչեւ ամսի 20-ը, նշանակում է մինչեւ ամսի 20-ը ձեզ համար երրորդ ոլորտը շատ ակտիվ է լինելու։ Ամսի 3-ին լիալուսին ունենք ձեր 9-րդ ոլորտում, նշանակում է մոտակա օրերին օտար երկրից ինչ-որ մեկը միգուցե կգա, կամ հակառակը ինչ-որ մեկը կմեկնի օտար երկիր, կամ հնարավոր է այստեղ ծանոթություն լինի օտար ազգի ինչ-որ մեկի հետ, կամ հնարավոր է ձեզ աշխատանք առաջարկեն, որը դուք կկատարեք օտար կազմակերպության հետ, կամ այստեղ նաև չի բացառվում, որ եթե ունեք դատական ձգձգվող խնդիր, ապա հունվարի 3-ին կամ նրա մոտակա օրերին այդ խնդիրը կլուծվի։ Ամսի 8-ին ունենք Վեներա Մարս միությունը կրկին ձեր երրորդ ոլորտում, սիրելի կարիճներ, Վեներան ու Մարսը ներկայացնում են հակառակ սեռի էներգիաներ եւ այս մոլորակները հանդիսանում են երկնակամարի հավերժ սիրահարները, նշանակում է, երբ նրանք միանում են երրորդ ոլորտում, ուրեմն պետք է տեղի ունենա հանդիպում այն մարդու հետ, ով ձեր կողակիցն է լինելու, կամ ով հիմա արդեն ձեր կողքին է, սակայն շատ ավելի ռոմանտիկ միջավայրում, եւ եթե դուք միայնակ եք, ապա չի բացառվում, որ ծանոթություն տեղի ունենա, սակայն այդ ծանոթությունը կլինի մտերիմներից ինչ-որ մեկի միջոցով։ Ամսի 9-ին սակայն ունենք լարվածություն Վեներա Յուպիտեր մոլորակների միջև եւ ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի երկար ճանապարհ չգնաք, այսօրը խնդիրներ կարող են լինել ճանապարհին, ինչպես նաեւ քննությունները այնքան հաջող չեք հանձնի, ինչպես նաեւ այստեղ նաեւ օտար երկիր մեկնելու հարցերի հետ կապված, եթե դուք ունեք ինչ-որ ֆիքսված օր, ապա տեսեք այսօրը հնարավոր է, որ հիասթափություն լինի եւ ձեր վիզան մերժեն։ Ամսի 17-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է արդեն 4-րդ ոլորտ եւ ամսի 17-ից սկսած աստիճանաբար ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է ձեր տան վրա։ Հնարավոր է ամսի 17-ից հետո շատ հյուրեր ունենաք, տանը առիթներ ունենաք, կամ տան վերանորոգում սկսեք, կամ որոշեք, որ տան համար պետք է ինչ-որ գեղեցիկ իրեր գնեք, ինչ-որ տեխնիկա, թարմացնեք ձեր բնակարանի տեսքը։ Նաև Վեներան 4-րդ ոլորտում բերում է ուրախություն ձեր տանը, հնարավոր է, որ ասենք ինչ-որ հաճելի իրադարձություն միջոցառում լինի ձեր տանը։ Ամսի 18-ին տեղի է ունենում նորալուսին 3-րդ ոլորտում, որը նշանակում է, որ ամսի 18-ից հետո առաջիկա 28 օրվա ընթացքում, մեկ լուսնային ամսվա ընթացքում նորություններ են սպասվում։ Եթե դուք ունեք քույր կամ եղբայր, ապա նրանց կյանքում կարող է ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի ունենալ։ Եթե դուք ավտոմեքենայի հարցեր ունեք, ապա ամսի 18-ից հետո կամ կգնեք կամ կվաճառեք ավտոմեքենան, կամ միգուցե ամսի 18-ից հետո կորոշեք, որ այն պետք է վերանորոգեք։ Ամսի 20-ին սիրելիներս տեղի է ունենում Վեներայի եւ Պլուտոնի միությունը ձեր 4-րդ ոլորտում եւ նշանակում է, տեսեք, Պլուտոնը հանդիսանալով կարիճների գլխավոր մոլորակը, այն այս պահին 4-րդ ոլորտում է, այսինքն ձեր տանն է։ Եվ Վեներայի Պլուտոնի միությունը կարող է բերել ֆինանսական մեծ գործարք, որը կապված է անշարժ գույքի հետ, կամ միգուցե ոչ թե ձեզ հետ կլինի, այլ ձեր տան անդամներից ինչ-որ մեկի հետ կարող է շատ հաջող ֆինանսական ինչ-որ իրադարձություն տեղի ունենալ։ Ամսի 20-ին հենց նույն օրը Մերկուրին տեղափոխվում է 4-րդ ոլորտ եւ այստեղ արդեն սկսում է ակտիվացնել 4-րդ ոլորտը։ Տեսեք, մոլորակները աստիճանաբար տեղափոխվում են
4-րդ ոլորտ, այսինքն ձեր տուն։ Ամսի 23-ին նաև ձեր երկրորդ մոլորակ Մարսն է տեղափոխվում 4-րդ ոլորտ, նշանակում է, տեսեք, ամսի 20-ից հետո առավել եւս դուք կզգաք, որ ձեր տանը մի փոքր ավելի աշխույժ վիճակ է, շատ մարդ է գնում գալի, կամ միգուցե դուք ինքներդ զբաղված եք ինչ որ, ասենք, հողատարածքի գնման կամ անշարժ գույքի հետ կապված ինչ որ փաստաթղթային հարցերով, կամ միգուցե ձեր տան մեջ ցանկանում եք ինչ որ բարեփոխումներ անել, վերանորոգում սկսել։ Սակայն մինչ այդ ամսի 20-ին նաև ունենք Մարս, Ուրան, Տրինը, սիրելիներս, Ուրանը դեռևս ձեր 7-րդ ոլորտում է եւ նշանակում է Մարս, Ուրանի այս տրին ասպեկտացիան կարող է բերել ձեզ հնարավորություն լավ հաճախորդ գտնելու ձեր ավտոմեքենայի համար կամ այստեղ ճանապարհ գնալու ինչ որ լավ հաճելի մարդու հետ կամ այստեղ տեսեք Ուրանը քանի որ անակնկալներ է սիրում մատուցել այս անգամ Ուրանի անակնկալը դրական է լինելու Մարս Ուրանի այս տրին ասպեկտը շատ կարիճների համար կարող է լինել պարզապես լավ գործընկերոջ, լավ հաճախորդի մուտքը ձեր կյանք։ Ամսի 26-ին Նեպտունը տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ։ Սիրելի կարիճներ, Նեպտունը վերջին 13 տարիներին եղել է ձեր 5-րդ ոլորտում եւ նշանակում է շատ կարիճների անձնական կյանքում եղել են վարդագույն ակնոցներ։ Սիրելիներս, երբ Նեպտունը դուրս է գալիս ձեր 5-րդ ոլորտից, մուտք է գործում 6-րդ ոլորտ, որտեղ Նեպտունն է, այնտեղ իլյուզիաներն են, այնտեղ երազներն են, այնտեղ երևակայությունն է աշխատում եւ նշանակում է այստեղ Նեպտունը կարող է բացել ձեր աչքերը, այսինքն մինչ այդ սիրահարված եք, ապա ամսի 26-ից հետո արդեն սկսում եք ակնհայտ նկատել ձեր կողքի էակի թերությունները։ Նեպտունի 6-րդ ոլորտում գտնվելու մասին ես կխոսեմ 2026 թվականի ընդհանուր կանխատեսումներում եւ այժմ ներկայացնեմ, որ ամսի 27-ին, այսինքն գրեթե ամսվա վերջում ունենք շատ հզոր միություն ձեր երկու գլխավոր մոլորակների միջև, Մարսի եւ Պլուտոնի միջև, որոնք միանում են ձեր 4-րդ ոլորտում։ Սիրելիներս, ուրեմն տեսեք ամսի 27-ին այս երկուսի միությունը կարող է բերել ձեզ հոյակապ գործարք, եթե դուք բնակարան եք ուզում գնել, ապա հնարավոր է ամսի 27-ին այս երկու մոլորակների միությունը բերի ձեզ այդ մեծ հնարավորությունը, որը դուք մինչ այդ միգուցե չէիք էլ կասկածում, որ կարող է ստեղծվել այդ հնարավորությունը։ Նաև այստեղ Մարսի Պլուտոնի միությունը կարող է բերել ինչ-որ կարևոր մարդ ձեր կյանք, որը միգուցե կգա կապրի ձեզ հետ ձեր տանը, միգուցե կողակից կլինի, միգուցե երեխա կծնվի, այսինքն շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու ձեր տանը դրական իմաստով։ Դե ինձ սիրելիներս, այժմ ես անդրադառնամ 2026 թվականի կանխատեսումներին։ Սիրելի կարիճներ, առաջին իրադարձությունը, որի մասին խոսելու եմ, բնականաբար խավարումներն են, որոնք այս տարի տեղի ունենալու ձեզ համար շատ կարևոր 4-րդ եւ 10-րդ ոլորտներում եւ շատ կարիճների կյանքը կարող է կտրուկ արդեն փոփոխության ենթարկվել սկսած 2026 թվականի գարնանից, փետրվար-մարտ ամիսներից, որովհետեւ երբ խավարումները տեղի են ունենում այս կարևոր առանցքի վրա 4-րդ եւ 10-րդ ոլորտներում, նշանակում է ինչ-որ կարևոր իրադարձությամբ պետք է փոխվի ձեր ընտանեկան կարգավիճակը։ Օրինակ, եթե դուք ամուսնացած եք, հնարավոր է ամուսնալուծվեք, կամ եթե դուք միայնակ եք, հնարավոր է ամուսնանաք, կամ ասենք հնարավոր է շատ երկար ժամանակ երեխա չէիք ունենում եւ արդեն ծնվի ձեր երեխան եւ ձեր կարգավիճակը փոփոխվի։ Սիրելիներս, առաջի խավարումը լինելու է փետրվարի 17-ին, սա լինելու է արևի խավարում 4-րդ ոլորտում եւ նշանակում է ձեր տանը նորություններ են սպասվում։ Նորությունները կլինեն մարդու տեսքով, երեխայի ծնունդի տեսքով, ամուսնության տեսքով, այսինքն արևի խավարումը բերում է մեզ նոր հնարավորություններ, նոր մարդիկ, ուրեմն տեսեք, հնարավոր է նաև, որ դուք փետրվարի 17-ի արևի խավարումից հետո կարողանաք բնակարան գնել։ Հաջորդ խավարումը դեռևս հիբրիդային, այսինքն 2025 թվականի տենդենսն է շարունակում, մարտի 3-ին է լինելու սա լուսնի խավարում է, որը վերջին խավարումն է արդեն 11-րդ ոլորտում եւ նշանակում է ինչ-որ մի բան ավարտվելու է։ Ավարտվելու է կապված ընկերական շրջապատի հետ, միգուցե ինչ-որ մեկին հրաժեշտ կտակ եւ այլևս նրա հետ չեք շփվի եւ դա պարտադիր չէ, որ վեճ լինի։ Հնարավոր է այդ մարդն է երկրից գնում եւ դուք նրա հետ այլևս կապ չեք ունենալու։ Կամ այստեղ
Օնլայն հարթակի հետ կապված, եթե դուք ունեիք բիզնես, հնարավոր է այստեղ ենթադրենք հասկանաք, թե ձեր բիզնեսը արդյոք օգուտ բերում է ձեզ, թե ոչ։ Կամ այստեղ հնարավոր է օնլայն հարթակում ինչ-որ մեկի հետ էիք շփվում, ապա այստեղ այդ շփումը ենթադրենք, ասենք, տեղափոխեք լրիվ ուրիշ հարթակ, այսինքն ավելի պաշտոնական հարթակ տեղափոխեք կամ հակառակը նրա հետ կապը խզեք, այսինքն մարտի 3-ի այս խավարումը դեռևս 2025 թվականի տրամադրության մասին է խոսում։ Փետրվար 17-ից մարտի 3-ը մեծ մոտ խավարումների միջանցք է եւ նշանակում է այս ժամանակահատվածում կարևոր որոշումներ չենք ընդունում։ Հաջորդ խավարումները կլինեն օգոստոսին, օգոստոսի 12-ին կրկին կլինի արևի խավարում, ձեզ համար շատ կարևոր 10-րդ ոլորտում եւ սիրելի կարիճներ, այս խավարմանը շատ լուրջ ուշադրություն դարձրեք, որովհետեւ այն կարող է ամբողջությամբ փոխել ձեր կարգավիճակը։ Միգուցե օգոստոսի 12-ից հետո ձեզ պաշտոն կառաջարկեն, միգուցե ամուսնության առաջարկ կանեն, միգուցե երեխա կծնվի կամ այստեղ ինչ որ կարևոր հասարակության մեջ տեղ կզբաղեցնեք։ Օգոստոսի 28-ին հաջորդ խավարումն է մեզ մոտ, որը տեղի է ունենում որպես լուսնի խավարում եւ այն կրկին ձեր 2025 թվականի շարունակությունն է 5-րդ ոլորտում է եւ վերջին խավարումն է ձեր 5-րդ ոլորտում, նշանակում է այստեղ երեխայի հետ կապված ինչ որ հարց կարող է ավարտվել, լուծվել, ասենք դուք երեխայի եք սպասում եւ ձեր երեխան ծնվի օգոստոսի 28-ին կամ նրա մոտակա օրերին։ Ինչու՞ չէ, նաեւ այստեղ այս լուսնի խավարումը կարող է վերջակետ դնել ձեր եւ ձեր սիրած էակի փոխհարաբերություններին։ Հաջորդ կարևոր իրադարձությունը խոսելու եմ Սատուրնի եւ Նեպտունի մասին։ Սիրելիներս, Սատուրնը եւ Նեպտունը համարվում են բարձրագույն մոլորակներ։ Սատուրնը 3 տարին 1 է փոխում իր նշանը, իսկ Նեպտունը 13 տարին 1։ Եվ նշանակում է, երբ այս մոլորակները փոխում են իրենց նշանը, շատ հազվադեպ է պատահում, որ նրանք հանդիպեն որևիցե նշանի ներքո։ Սիրելիներս, այս իրադարձությունը տեղի է ունենում 37 տարին 1։ Նշանակում է, երբ Սատուրնը եւ Նեպտունը մուտք են գործում ձեր 6-րդ ոլորտ, սիրելի կարիճներ, Նեպտունը հունվարի 26-ին ես նշեցի արդեն, Սատուրնը փետրվարի 14-ին, այս երկու գիգանտները փետրվարի 20-ին միանում են ձեր 6-րդ ոլորտում եւ նշանակում է այս երկուսի միությունը կարող է պարզապես հեղափոխություն առաջացնել ձեր աշխատանքային ոլորտում, հնարավոր է ձեզ լավ աշխատանք առաջարկեն, հնարավոր է այստեղ առողջության հետ կապված ինչ որ հարց շատ կարևոր լուծվի, հնարավոր է ասենք ձեր մտերիմներից ինչ որ մեկը հիվանդ էր, ուրեմն իմանաք, որ նա արդեն վերջ ապաքինվում է, նրա ախտորոշումը արդեն մաքուր լինի եւ այստեղ այս փետրվարի 20-ի մոտակա օրերին սպասեք լավ նորությունների այդ իրավիճակի հետ կապված։ Սակայն սիրելիներս, ես նշեմ, որ Սատուրնը սիրում է սահմանափակումներ առաջացնել։ Երբ այն հայտնվում է որևիցե ոլորտում, այն փորձում է մի փոքր դժվարացնել այնտեղ մեր գործընթացները եւ նշանակում է, եթե դուք աշխատանք եք փնտրում, ապա Սատուրնը առաջիկա 3 տարին, սկսած 2026 թվականի փետրվարի 14-ից այն ուրեմն կդժվարացնի ձեր աշխատանք գտնելու հավանականությունը։ Եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի ձեզ մոտ փետրվարի 20-ի մոտակա օրերին, ուրեմն իմացեք, որ այդ աշխատանքը հավերժ է լինելու, երկարաժամկետ է լինելու, որովհետև եթե Սատուրնը տալիս է ինչ-որ բան, այն տալիս է շատ երկար ժամանակով։ Երրորդ կարևոր իրադարձությունը Ուրան մոլորակի մասին եմ խոսելու։ Սիրելի կարիճներ, վերջին 8 տարիներին Ուրան մոլորակը եղել է ձեր 7-րդ ոլորտում եւ խնդիրներ է առաջացրել ձեր եւ ձեր կողքի մարդկանց փոխհարաբերությունների հետ կապված։ Սա նշանակում է, որ հավանաբար հաճախորդների հետ ընդհանուր լեզու չեք գտել, կամ շատ կարիճների կյանքում ամուսնալուծություններ են տեղի ունեցել, կամ հակառակը շատ անակնկալ կերպով կարողացել եք ամուսնանալ։ Տեսեք, 7-րդ ոլորտը սա ոչ միայն մեր ընկերներն են, մեր կողքի մարդիկ են, մեր հաճախորդներն են, այլ նաեւ մեր թշնամիներն են եւ հնարավոր է վերջին 8 տարիների ընթացքում դուք նաեւ շատ լուրջ խնդիրներ եք ունեցել կապված ձեր թշնամիների հետ, այսպես կոչված։ Այժմ Ուրանը արդեն լքում է ձեր 7-րդ ոլորտը, սիրելիներս, ապրիլի 26-ին 2026 թվականի մուտք է գործում ձեր 8-րդ ոլորտ, այսինքն մեծ ֆինանսական դաշտ եւ առաջիկա ուրեմն 7 տարիների ընթացքում մինչեւ 2033 թվական
նման Ուրանը լինելու է ձեր 8-րդ ֆինանսների ոլորտում։ Սիրելիներս, Ուրանը սիրում է ցնցել եւ ուշադիր եղեք առհասարակ առաջիկա 7 տարիների ընթացքում ձեր ֆինանսական կարգավիճակին, բանկային հարցերում շատ զգույշ եղեք։ Եթե հիպոթեք եք վերցնում, տոկոսներին շատ մեծ ուշադրություն դարձրեք, որովհետեւ Ուրանը սիրում է անակնկալի բերելով մեզ միանգամից ֆինանսական ճգնաժամի մեջ պահել։ Ուրեմն Ուրանի մասին խոսեցինք եւ վերջին կարևոր իրադարձությունը խոսելու եմ Յուպիտերի մասին։ Սիրելիներս, Յուպիտերը տարին մեկ անգամ փոխում է իր նշանը եւ դա հիմնականում տեղի ունենում ամառվա ամիսների ընթացքում։ Այստեղ Յուպիտերը այժմ գտնվում է ձեր 9-րդ ոլորտում եւ այն կտեղափոխվի ձեր 10-րդ ոլորտ 2026 թվականի հունիսի 30-ին։ Ուրեմն տեսեք, եթե մինչ այդ սկսած 2025 թվականի հուլիս ամսվանից ձեզ մոտ օտար երկրների հետ փոխհարաբերությունները կարգավորվել էին, Յուպիտերը տալիս է, բերում է հնարավորություններ, նշանակում է ճամփորդում եք, սովորում եք, ուսումնական գործընթացները շատ հաջող էին, ուրեմն տեսեք Յուպիտերը մուտք գործելով 10-րդ ոլորտ այդ բարեկեցությունը բերում է այնտեղ եւ նշանակում է հունիսի 30-ից հետո, երբ Յուպիտերը մտնի 10-րդ ոլորտ, կփոխվի կարիճների մոտ կարգավիճակը կապված իրենց պաշտոնի, դիրքի, հասարակական իրենց անունի, հեղինակության, ինչու՞ չէ նաեւ իրենց ամուսնական կարգավիճակի հետ։ Այստեղ Յուպիտերը լինելու է մինչև 2027 թվականի հուլիս ամիսը։ Դե ինձ սիրելի կարիճներ, այսքանը ձեր 2026 թվականի կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ